Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված կամենում է այցելել քեզ։ Գիտե՞ս արդյոք, որ Աստված նաև Իր Խոսքն է։ Սա անշուշտ տարօրինակ է հնչում, սակայն հենց Աստվածաշունչն է խոսում այդ մասին։ Հովհաննես ավետարան 1:1 խոսքում գրված է. «Սկզբում էր Խոսքը, Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր»։ Սիրելի՛ բարեկամ, եթե Աստված Խոսքն է, ուրեմն բնական է, որ Նա ցանկանում է խոսել քեզ հետ։ Եդեմի պարտեզում նախքան մեղքի պատճառով մարդու անկումը Աստված ամեն օր զբոսնում և զրուցում էր Ադամի ու Եվայի հետ։ Մինչ օրս Նա նույն փափագն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի առումով, և ուրեմն Նա ուզում է զրուցել նաև քեզ հետ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ օրվա ցանկացած պահին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Աստված մեր Հայրն է։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծնող, Նա նույնպես բավականություն է ստանում, երբ Իր զավակը զրուցում է Իր հետ։ Բայց նաև սիրում է, երբ Ինքն է խոսում մեզ հետ։ Քո երկնային Հայրը փափագում է կիսվել քեզ հետ այն ամենով, ինչ Իր սրտում կա քո կյանքի և քո իրավիճակների առնչությամբ։ Նա սիրում է, երբ քեզ հետ զրուցում է քո հանդեպ և քո շրջապատի մարդկանց հանդեպ Իր սիրո մասին։ Իսկ դու ուզո՞ւմ ես լսել Նրան։ Դու փափագո՞ւմ ես, որ քո Տեր Աստծու և քո միջև կայանա այս հաղորդակցությունը։ Եթե այո, ապա պարզապես բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Ճանաչի՛ր Աստվածաշնչի մեջ բացահայտված Աստծու կամքը, հնազանդվի՛ր Նրա պատվիրաններին, մոտեցի՛ր Նրան այդ հնազանդության շնորհիվ և քո հոգևոր լսողությունը դարձրո՛ւ ընկալունակ Նրա ձայնի հանդեպ։ Կենտրոնացրու մտքերդ Տեր Հիսուսի վրա և շատ պարզորոշ կերպով լսի՛ր Նրան քո սրտի մեջ։ Աստված սիրում է քեզ, և Նա ուզում է հաղորդակցվել քեզ հետ։ Իսկ դու… Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։